Վերադարձանք լսեցինք հրաշալի երաժշտություն Imagine Dragons խմբին լսեցինք։ Մենք հաճախ այս կամ այն հարցի շուրջ մեջ բերում ենք հոգեբաններին, հարցնում ենք նրանց կարծիքը ընդհանուր թեմաների շուրջ, բայց հիմնականում բաց ենք թողում ճիշտ պահ հոգեբանի մասնագիտական օգնություն ինքներս ստանալու համար։ Եվ որպեսզի մեզ այսօր լսողներն ու դիտողները հասկանան, թե երբ է պետք դիմել հոգեբանին, ինչը պետք է ահազանգ լինի, որ ունեք օգնության կարիք հոգեբան, Մարիամ Մեհրաբյանը միանում է մեզ։ Բարի լույս և շատ դրական էներգիա բոլորին։ Մարիամ, եվս մեկ անգամ անդրադառնանք այս թեմային եւ խոսենք այն մասին, նախ սկսենք ամենասկզբից, որ դիմել հոգեբանին, դա շատ կարեւոր է եւ անհրաժեշտ է, դա չի նշանակում, որ դու ունես որևէ հոգեկան խնդիր, դա նշանակում է, որ ուղղակի դու ունես ճիշտ կարծիքի, ճիշտ ապրումակցման, ճիշտ ուղղությունը քեզ ցույց տվող մեկի կարիքը։ Սկսենք ամենասկզբից։ Շնորհակալ եմ այսքան կարևոր եւ եկեք նոր բառ ասենք հասարակության համար կենտրոնական եզրույթի համար, այսինքն հասարակակենտրոն հարց ենք բարձրացնում, որովհետև մարդիկ ձեզ լինելու են շնորհակալ այս ինֆորմացիայի համար։ Ինչպես իմ սիրելի գործընկերները, հասարակության տարբեր խնդիրները վերլուծելով, շատ կարևոր հարցեր բարձրաձայնելով, այսօր նկատել են եւ ինձ դիմել են հարցով, որպեսզի ես վերլուծեմ երբ դիմել մասնագետի, այդ նույնն է երբ դիմել բժշկի, այդ նույնն է երբ պետք է անհանգստանալ տարբեր հետազոտությունների համար, չէ որ առողջության ոլորտում կենտրոնական առաջնային օղակը դա հոգեկան առողջությունն է, տխուր, ընկճված, սեփական տեղը չգտնող մարդու համար որևէ նյութական եւ սոցիալական երևույթ չի կարող լինել ուրախության առիթ։ Ուստի ես հարցի առաջի կետը պատրաստ ներկայացնում եմ։ Դիմել հոգեբանի այն ժամանակ, երբ դուք տևական ժամանակ է, ինչ չեք ուրախանում ձեզ համար կարևոր երևույթներից եւ արդյունքում ուշադրություն ունեք դատարկության զգացում, ձեզ ընտանիքը փորձում է գոհացնել, աշխատանքի վայրում բոլորը ձեր շուրջն են պտտվում, դուք շրջապատված եք շատ մեծ ուշադրությամբ, բայց որևէ բան ձեզ չի ուրախացնում եւ կարմիր գրիչով ունեք դատարկության զգացում։ Երկրորդ կետը, որը պետք է կարևորել, երբ դիմել մասնագետի, այստեղ եմ կանչում մեր սիրելի մեծահասակներին, ծնողներին, ովքեր զբաղվում են փոքրերի խնամքով, երբ երեխան ձեզ համար ունի այնպիսի վարք, որը որ չի համապատասխանում տարիքային շեմին եւ ամենակարևորը նկատում եք, որ իրեն վնասում է, հատկապես խոսքս վերաբերում է պարփակվածությանը, երբ երեխան կարող է շատ երկար ժամանակ, օրեր շարունակ, մենակում, այն էլ մուգ վարագույրների տակ անցկացնել օրեր, ցանկություն չունենալ շփվել ընկերների եւ հասակակիցների հետ եւ ձեր բոլոր ջանքերը իջիկ են դառնում, երբ առաջարկում եք զբոսնել, զրուցել կամ ունենալ հյուրեր կամ հյուր գնալ։ Այս եւ նման բոլոր դեպքերում խնդրում եմ քննարկեք եւ ահազանգեք հոգեբան մասնագետի։ Ամենակարևոր կետերից հաջորդը, որին ուզում եմ անդրադառնալ, դա ձեր ֆիզիկական սիմպտոմներն են։ Ունեք ախորժակի փոփոխություն, որևէ բան ձեզ խանգարում է կոկորթում, կարծես քար կա եւ դա խոսելիս ձեզ խանգարում է, որևէ բան խանգարում է աղեստամոքսային տրակտում, կարծես այստեղ մի ծանրություն կա եւ ուտելիքը տեղ չի հասնում եւ արդյունքում ունեք շնչառության հետ կապված խնդիրներ, բայց ուշադրություն առանց տագնապի, ձեր որևէ օրգան վնասված չէ այս սիմպտոմների դեպքում, հատկապես երբ առաջնային օղակի բժիշկը կարող է ժխտել որևէ անհանգստություն։ Այս դեպքերում նույնպես դիմում ենք հոգեբան մասնագետի, որովհետև նախորդ եթերներից գիտեք, որևէ բան չեք մարսել, որևէ մեկի խոսքը, որևէ մեկի հայացքը, որևէ բան կուլ չեք տվել, որևէ մեկի օրինակ վիրավորանքը եւ որևէ բան չեք մարսել, այսինքն որևէ երևույթ, որը կոչվում է հիասթափություն, դավաճանություն, սպառվածություն, հյուծվածություն։ Այս կետերի բոլոր դեպքերում դիմում ենք հոգեբանի։ Իմ սիրելի գործընկերներ, ես հարցին պատասխանեցի։ Այո, Մարիամ, պատասխանեցիք։ Մինչև ամենափոքր դետալը պատասխանեցիք մեր հարցերին։ Մարիամ, 90-ական թվականներին MTV հեռուստաալիքը ամերիկյան հեռարձակեց հեռուստասերիալների աշխարհում հեղափոխություն արած Կլան Սոպրանո
Սերիալը, որտեղի գլխավոր կերպարը, որի մարմնարում էր Ջեյմս Գանդալֆինին, Անտոնի Սոպրանոն հանդիսանում էր մաֆիայի ղեկավար եւ այցելում էր բոլորից գախնի հոկեբանի մոտ։ Եվ ամբողջ ֆիլմը կառուցվում էր հենց իր ներքին հոգեկան վիճակի եւ փոխհարաբերությունների միջև։ Նա թաքցնում էր հանրությունից, իր ընկերներից, որ նա այցելում է հոկեբանի մոտ, քանի որ նա հանդիսանում էր մաֆիայի ղեկավար։ Բայց մեր հասարակության մեծ մասը կարծես թե մաֆիայի ղեկավար չի։ Ինչու են նրանք այնուամենայնիվ հասկանալով, որ հոկեբանը հոկեբուժը չէ, միևնույն է խուսափում հոկեբանից։ Շատ գեղեցիկ հարց, շատ կարևոր խորքային հարց, շնորհակալ եմ։ Ես նախ ուզում եմ ասել մի փոքր հումորային, որ մեզ մոտ փոքր խմբերում եւ ընտանիքներում հաճախ շատերն են մաֆիոզներ, այսինքն բանդայի առաջնորդներ։ Ես հենց այդտեղ եմ ուզում բերել։ Եվ այդ խորհրդավոր առաջնորդությունը նաև տարածվում է հոկեբանին այցելելու մշակույթի վրա։ Ես ի ուրախություն մեզ 20 տարվա մեջ պետք է ասեմ, որ բավականին կարծրատիպը կոտրված է, բայց Սամվելը ճիշտ է նկատել։ Շատ հաճախ մեզ դիմող մարդիկ նրանք նաև իրավունք ունեն այդ գաղտնի այցեր ունենալու, իսկ մեր դեպքում ամբողջ ինֆորմացիան գաղտնի է։ Ես ուզում եմ այս մշակույթի մասին ասել, որ մարդը հատկապես երբ նոր շրջան է գնում, ճգնաժամային շրջանում է, նրա մոտ փոխվում է ստատուսը, այսինքն կարգավիճակը, օրինակ աշխատանք է փոխում կամ նրա կյանքում մարդ է ավելանում, այս խորհրդավորությունը նաև հոկեբանին դիմելու ժամանակ նրա համար ապահովության նշան է, անվտանգության նշան է, որ եթե որևէ մեկը չգիտի, նաև դժվար նրան կարող են վնասել։ Չէ՞ որ հաճախ գաղտնիք ունեցող մարդը նա ամեն վարքյան ունի այն տագնապը, որ այդ գաղտնիքը կարող են իմանալ։ Եվ այս դեպքում պրոֆեսիոնալի այդ աշխատանքը, որի մասին որևէ մեկը չգիտի, նրա բազային անվտանգության մասին է խոսում։ Ուզում եմ նաև անդրադառնալ հարցի երկրորդ մասին, հոկեբանի եւ հոկեբույժի տարբերությանը, որովհետեւ նաև իմ գործընկերների թույլտվությամբ կուզեմ այս տարբերության մեջ մատնանշել, իսկ երբ դիմել հոկեբույժի, որովհետեւ մեր զանգերից շատերը հաճախ ուղղորդվում են հոկեբույժի, քանի որ արդեն հոկեբանի այցելելու ժամանակը այդտեղ անց է եւ չվնասելու սկզբունքից ելնելով մենք միանգամից ուղղորդում ենք մեր գործընկերների մոտ։ Հոկեբույժի մոտ պետք է զանգահարել եւ այցելել այն ժամանակ, երբ կա պաթոլոգիա, նորմայի սահմանը անց է, ինչպես դա ճանաչել, մի քանի կետեր, երբ մարդը տեսնում է տեսիլքներ, երբ դուք չեք տեսնում, խոսքս ընտանիքների եւ հարազատների մասին է, երբ լսում է ձայներ, որոնք դուք չեք լսում, թույլ տանք, որ հոկեբույժ մասնագետը իր գնահատականը տա այս երևույթի համար։ Իսկ երբ այս խնդրով դիմում են հոկեբանի, բոլոր գործընկերներս լավ գիտեն, մենք այստեղ անելիք չունենք։ Մեր աշխատանքը իրականության փաստերի հետ, իրականությունից դուրս փաստերի ժամանակ անելիք չունենք։ Ուստի հոկեբանի եւ հոկեբույժի խորհրդատվությունը իրենց սահմաններում շատ տարբեր են, բայց համագործակցությունը միշտ օգուտ է մարդ համակարգի առողջացման համար։ Մարիամ, այ խոսեցինք գաղտնիության մասին, սա է մի շատ կարևոր կետ եւ կարծում եմ այս խնդիրը շատ ավելի հանդիպում է միգուցե դեռահասների շրջանում, բայց մարդիկ շատ անգամ նեղվածության արդյունքում կամ հոգեկան որևիցե ճնշվածության արդյունքում փորձում են այդ պահին զրուցել ինչ-որ մեկի հետ, ով միգուցե այդքան էլ իրենց հարազատ չէ, բայց ուղղակի հանգստություն ձեռք բերելու համար եւ դա դառնում է իսկապես լուրջ խնդիր։ Նախ այդ մարդը միշտ չէ որ կարող է քեզ տալ ճիշտ ուղի եւ ճիշտ ճանապարհ, այդ մարդը բնականաբար իր շահերն ունի եւ իր էմոցիաներից ելնելով կարող է քեզ որոշակի ուղղություն տալ։ Դեռահասների պարագայում անգամ դա կարող է վաղը չեմ զոր օգտագործվել ի օգուտ, այսինքն որևիցե շանտաժի կերպով։ Այս պարագայում էլ որքանով է կարևոր, որպեսզի մարդը այցելի հոկեբանին ոչ թե միայն այն ժամանակ, երբ նա ունի հոգեկան խնդիր կամ ունի լարվածություն, այլ ամիսը մեկ անգամ թեկուզ պրոֆիլակտիկ իր ներքին հոգեկան աշխարհը այսպես ավելի բալանսավորված ապրելու պարագայում։ Եկեք նաև այս մասին խոսենք։ Սիրով, ես հենց այս պահին բոլոր հեռուստադիտողներին խնդրում եմ եւ պահանջում, որ այս եթերի տակ Սամվելին եւ Նելիին գրեն շատ մեծ շնորհակալություններ հենց այս հարցերի համար։ Ես ինքս պատրաստվում եմ դա անել։ Այո, դու կարողանի ես։ Մեր սիրելի
Սիրելին էլի հարցին կպատասխանեմ հետևյալ կողմից։ Առաջինը, հենց խոսքս կվերաբերվի իմ գործընկերներին, հոգեբաններին, որ նրանք բոլոր հարցերի պատասխանները իմանալ չեն կարող եւ նաեւ մեր ոլորտում մենք պարտավոր չենք պատասխանել շատ այնպիսի հարցերի, որոնք նաեւ հոգեբանական չեն, բայց մարդը այդ հարցով դիմում է մեզ։ Մենք այդտեղ ունենք մեկ կարևոր պատասխան։ Ես ձեզ կփորձեմ հուշել, որ մասնագետը կարող է ձեզ օգնել կամ որ ոլորտի հարցին է դա վերաբերվում։ Օրինակ, կարող է մարդը հոգեբանին հարցնել այնպիսի խնդիրների մասին, որոնք օրինակ տիեզերագնացության մասին են, եւ մենք այդ հարցին պատասխանել չենք կարող։ Իսկ ինչ վերաբերվում է դեռահասների եւ նաեւ շատ մեծերի, հարևանի, բարեկամի, նաև սեփական շատ հարազատների հետ քննարկմանը, որտեղ հարազատներն էլ շատ հաճախ իրենց փորձը վերցնում են, բայց եկեք ասենք իրենց ոչ վստահելի փորձը, որովհետև իմ փորձը վստահելի է ինձ համար, եւ ես չեմ կարող իմ խմած դեղերով իմ ունեցած փորձով մարդուն խորհուրդներ տալ։ Սա հոգեբանի մշակույթից դուրս է եւ բոլոր բարեկամներին, հարևաններին իբրև շատ կարեւոր խումբ խորհուրդ եմ տալիս։ Մի ձեր փորձը կիսեք կամ ձեր հարևանի փորձը տարածեք այդ երեխայի կամ այդ ընտանիքի վրա։ Օրինակ շատ տարածված է, որ գիտեք, մեր հարևանին դեղեր էին նշանակել, ինքը այդ դեղերը չխմեց եւ ավելի լավ եղավ։ Կամ մեր հարևանը հոգեբույժի այցը փոխեց էնդոկրինոլոգի այցի հետ եւ ավելի լավ եղավ։ Գիտեք, սրանք զուտ պատահականություններ են եւ այն ինչը կարող է օգնել մեկ մարդու, վստահ եղեք, կարող է վնաս լինել մյուս մարդու համար։ Այստեղից ես ամենապատասխանատու ձևով հոգեբանի մշակույթի անունից ասում եմ, մեզ դիմել այն ժամանակ, երբ ունեք կրկնվող անհանգստություններ եւ եթե ձեր երեխան ձեզ հետ կիսվել է որևէ անհանգստությամբ, հարաբերությունների, ընկճվածության, բռնության եւ տարբեր երևույթների հետ կապված, որը բուլինգի եւ աբյուզի մասին է խոսքը, այստեղից մենք դա շատ երկար ենք խոսել, ապա մի անգամից ահազանգեք նեղ մասնագետի։ Նեղ մասնագետներն են մանկան հոգեբանները, ընտանեկան հոգեբանները, կլինիկական հոգեբանները եւ այս ամենի կողքը հատկապես սուր դեպքերում դա իրավապահ մարմինն է, որովհետեւ մեր ընտանիքին չի սազում դիմել ոստիկանի արտահայտությունը, հաճախ հանգեցնում է հասարակության մեջ չնվազող բռնության երևույթին։ Կամ եթե ձեր հարազատների ընտանիքներում հենց հիմա վեճեր են, ծեծ է եւ այն ամենը, ինչը վնաս է հոգեկան առողջությանը, ահազանգեք մասնագետին, որովհետև մասնագետը նույնիսկ կարող է ձեզ համակարգի մեջ լինել օգտակար։ Իսկ հարակից ոլորտի մասնագետները, հատկապես մանկաբույժները, նաև իրավապահ ոլորտը, եթե նկատում է այնպիսի խնդիր, որը կապված է անձի խեղման հետ, որը կապված է այնպիսի երևույթի, որտեղ դուք մարդկանց վրա կապտուկներ եւ այլն եք նկատում, կամ ունեն անդադար լաց եւ անհանգստություններ, ուղղորդեք, հետ մի պահեք այն բառամթերքով, որ դու գիշ չես, որ գնաս հոգեբանի մոտ։ Գիտեք, իրականում մեր շատ կարևոր ստեղծագործության մեջ, մինչև չգժվել ջուրը չի եռա արտահայտությունը, հենց խոսում է այն մասին, որ գիժ արտահայտություն չկա, կան ուղղակի ուժեղ ապրումներ, ուժեղ էմոցիաներ, որոնք ունեն իրենց նորման, որի հետ աշխատում է հոգեբանը, եւ ունեն իրենց պաթոլոգիան, որի հետ աշխատում է հոգեբույժը։ Հուսամ այս եթերը այնքան կարևոր էր, որ դուք ձեզ համար իբրև ինքնագնահատում տարբերակեցիք այսօր զանգել հոգեբանին, թե վաղը զանգել հոգեբույժին։ Շնորհակալություն Մարիամ, վստահ եմ հարյուրավոր, հազարավոր մեր հեռուստադիտողների համար շատ կարևոր խորհուրդներ տվեցիք, ամենայն դեպս ես վստահ եմ առնվազն ես եւ Նելին այնքան բան հասկացանք այսօր եւ ենք ամեն անգամ անկեղծ ասած Մարիամից այնքան բան ենք իմանում եւ իրազեկված ենք լինում, իսկ որը այս պարագայում ամենակարևորն է։ Շնորհակալություն Մարիամ, շնորհակալություն ամեն անգամ մեզ հիացնելու համար։ Իդեպ նշենք մեր հասարակությանը, որ Մարիամը նաեւ շատ ակտիվ է իր Instagram-յան էջում, կարող եք հետևել եւ վստահ եմ, որ անգամ ձեր ինքնագնահատականը կփոխվի մի քանի անգամ, երբ փորձեք այսպես հետևողական լինել, որտեղ ամեն օր նոր վիդեոներ, շատ ավելի մարդկանց բարձրացնող, մարդկանց գնահատող, ձեր եսն էլ ավելի բարձր մակարդակի տանելու վիդեոներ։ Մարիամ, շնորհակալություն, մենք ամեն առավոտ շատ ուրախ ենք ձեզ տեսնել, կարծես թե ձեր այս ճիշտ հոգեկան ուղղվածությունից հետո մենք էլ ենք փորձում ավելի վստահաբար շարունակել մեր եթերը։ Շնորհակալություն, մենք անցնենք առաջ։ Կարծես թե հոգեպես ամրապնդվեցինք, իսկ հիմա ժամանակն է պտտվել աշխարհի շուրջ եւ գնանք հաղթական կամարների հետագծով։
միջոցով։ Մենք այսօր կլինենք բոլոր այն երկրներում, որտեղ կամարներն այցեքարտ են եւ վաղուց դիտենք տեսանյութը։